ԱՄՆ արդարադատության նախարարությունը պաշտոնական կայքում հրապարակել է մի լուր, որը վերաբերում է հայկական հանցավոր խմբի։ Կալիֆոռնիայում և Ֆլորիդայում իրավապահ մարմինները ձերբակալել են 13 անձանց, կասկածվողների և ենթադրյալ կապ ունեցողների հայկական կազմակերպված հանցախմբի կազմում, ովքեր մեղադրվում են մի շարք հանցագործությունների մեջ։ Դրանք ներառում են սպանության փորձ, առևանգում, առցանց մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունների տասնյակ միլիոնավոր դոլարների ապրանքների գողություն և ապօրինի զենքի պահում Սան Ֆերնանդոյի հովտում ազդեցության ամրապնդման և տարածման նպատակով։ Ձերբակալվածների թվում են Արա Արտունին 41 տարեկան Փորթ Ռանչից, որը մեղադրվում է սպանության փորձ կատարելու մեջ ռեկետի նպաստմամբ, Ռոբերտ Ամիրյան 46 տարեկան Հոլիվուդից, ով մեղադրվում է առևանգման մեջ։ Բացի այդ, առգրավել է շուրջ $100,000 կանխիկ գումար, 3 զրահապատ մեքենա և 14 միավոր հրազեն, մեկ անձ դեռևս հետախուզվում է։ Ըստ պաշտոնական փաստաթղթերի, հայկական կազմակերպված հանցավորություն հանցախումբը, որն առնչություն ունի ռուսական մաֆիայի հետ, Լոս Անջելեսի շրջանն է ընտրել որպես ԱՄՆ գործողությունների կենտրոն։ 2022 թվականից խմբի 2 տեղական առաջնորդներ, որոնց անվանում են ավտորիտետ, միմյանց դեմ պայքարել են վերահսկողության համար, ինչը հանգեցրել է մի քանի սպանության փորձերի և առևանգման։ Արտունին մեղադրվում է, որ 2023 թվականի ամռանը կարգադրել է Ամիրյանի սպանության փորձը, իսկ Ամիրյանի պատասխան ենթադրյալ կերպով իր խմբավորման անդամների հետ միասին առևանգել և խոշտանգել է Արտունու համախոհներից մեկին։ Բացի այդ, Արտունու հանցախումբը 2021 թվականից ի վեր իրականացրել է բանկային և հեռահաղորդակցային խարդախություններ, ինչպես նաև ապրանքների առաքման խոշոր գողություններ, հիմնականում Ամազոնից։ Ըստ Ամազոնի տվյալների, գողացված ապրանքների ընդհանուր արժեքը գերազանցում է $83 միլիոն։ Արտունու հանցախումբը նաև գործարկել է կրեդիտ քարտերի սխեման, կեղծ ընկերությունների միջոցով գանձելով գումարներ և չվերադարձնելով պարտքերը։ ԱՄՆ դաշնային դատախազ Բիլ Էսեյլին հայտարարել է. «Այսօր կատարված ձերբակալությունները ուղերձ են բոլոր հանցագործներին։ Մեր համայնքները ձեր բռնության ու քրեականության խաղադաշտերը չեն»։ Լոս Անջելեսի ոստիկանապետ Ջիմ Մակդոնալը հավելել է. «Մենք հստակ ցույց ենք տալիս՝ բռնությունը տեղ չունի մեր քաղաքներում»։ Այս գործը հետաքննում են Լոս Անջելեսի ոստիկանությունը, Բերբենկի ոստիկանությունը, ԱՄՆ մաքսային և ներգաղթի ծառայությունը, Դաշնային հարկային ծառայության և ալկոհոլի, ծխախոտի, հրազենի և պայթուցիկների բյուրոյի ներկայացուցիչները։ Այս գործը մաս է կազմում վերադարձնել ամերիկան դաշնային նախաձեռնության, որի նպատակն է վերացնել մաքսանենգությունը, ոչնչացնել թմրանյութային և օտարազգի հանցավոր կազմակերպությունները ու պաշտպանել ամերիկյան համայնքները բռնությունից։ Ըստ Արդարադատության նախարարության մամուլի ծառայության, յուրաքանչյուր մեղադրյալ համարվում է անմեղ, քանի դեռ նրանց մեղավորությունն ապացուցված չէ դատարանում ողջ իրավական ընթացակարգով։ Եթե մեղավոր ճանաչվեն, նրանց սպառնում է 10 տարուց մինչև ցմահ ազատազրկում։ Այս թեմայի մասին ավելի մանրամասն և ԱՄՆ օրվա գլխավոր լուրերը կարող եք դիտել երեկոյան մեր թողարկմանը ժամը 20:00-ին։ Այս ժամի համար այսքանը։ Շնորհակալ եմ ուշադրության համար։